Ողջույն սիրելի հեռուստադիտող, ես Ժաննան եմ եւ սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Մենք կրկին գնում ենք Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ ավելի կոնկրետ Դուբայ։ Որակի նշան ընկերությունը TV Travel հաղորդաշարին հրավիրել է ներկա գտնվելու Դուբայում կայանալիք միջազգային որակի նշան 2025 մրցանակաբաշխությանը։ Մենք տեղավորվել ենք Դուբայի ամենաշքեղ, ամենահարմարավետ եւ բարձրակարգ հյուրանոցներից մեկում՝ Hayat Park Դուբայում, որտեղ եւ տեղի կունենա սպասված մրցանակաբաշխությունը։ Քանի որ մի քանի օր գտնվելու ենք Արաբական Միացյալ Էմիրություններում, որոշեցինք ձեզ ծանոթացնել Դուբայի եւ Աբու Դաբիի ամենահայտնի վայրերի հետ։ Առաջին վայրը Դուբայի շրջանակն է, որը առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետական լուծումներով։ Առաջին հարկում գտնվում է Դուբայի պատմության թանգարանը, որը պատմում է այն մասին, թե ինչպես է կառուցվել Դուբայ քաղաքը։ Այն 150 մետր բարձրությամբ շրջանակ շենք է, բայց ունի ընդամենը 2 հարկ։ Երկրորդ հարկը հսկայական ցուցասրահ է, որտեղ հատակի մի հատվածը անթափանց ապակի է, բայց կանգնելով դրա վրա ապակին անմիջապես կորցնում է անթափանցությունը, եւ դու կարող ես տեսնել շենքի իրական բարձրությունը։ Նախագիծը խորհրդանշում է պատուհան, որը գտնվում է հին ու նոր Դուբայի պայմանական սահմանին։ Մի կողմից կարելի է տեսնել ժամանակակից Դուբայը իր երկնաքերերով, իսկ մյուս կողմից քաղաքի հին հատվածները։ Մեր հաջորդ ընտրությունը անծայրածիր անապատն էր, որին հաջորդեց ընթրիք հենց անապատում գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ էլ դիտեցինք նրանց կազմակերպած շոու ծրագիրը։ Եթե ձեզ կթվա, որ մենք հոգնեցինք ու գնացինք հյուրանոց հանգստանալու, ասեմ, որ չէ։ Ոչ ավել, ոչ պակաս եկանք տեսնելու աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան, որի բարձրությունը 828 մետր է եւ ունի ավելի քան 163 հարկ։ Գնում ենք Աբու Դաբի, Շեյխ Զայեդի մեծ մզկիթ։ Աբու Դաբիի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, կառուցված 2007 թվականին, ի պատիվ Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Շեյխ Զայեդ բին Սուլթանի։ Ճարտարապետությունն իր մեջ միավորում է իսլամական տարբեր մշակույթների ոճեր՝ մարմար, ոսկի, նախշեր եւ փայտե քանդակներ։ Մուտքն անվճար է, սակայն հագուստի կանոն կա։ Կանայք պարտադիր պետք է գլխաշոր եւ փակ հագուստ կրեն։
տեղում տրամադրում են։ Տարածքը հսկայական է, կարող է ընդունել մոտ 40,000 այցելու։ Մզկիթում գտնվում է աշխարհի ամենամեծ գորգը, ինչպես նաև աշխարհի ամենախոշոր 3 ջահերը զարդարված Սվարովսկիի բյուրեղներով։ Փոքրիկ հուշում ձեզ, այցելության լավագույն ժամանակը մայրամուտն է։ Լույսը բարի էր բոլորիս համար։ Մի լավ քնելուց ու հանգստանալուց հետո պատրաստվում ենք գնալ կազմակերպված կոնֆերանսին։ Այս պահին մենք գտնվում ենք Դուբայի Հայաթ Պարկ հյուրանոցում, որտեղ BS Cosmo բիզնես ակումբը կազմակերպել է իր հերթական միջոցառումը Հայաստանի սահմաններից դուրս։ Իդեպ սա երկրորդ անգամն է, ինչ կազմակերպվում է Դուբայ քաղաքում, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող գործարարներին։ Կոնֆերանսի և մրցանակաբաշխության մեջտեղում ունեինք ազատ ժամանակ, որոշեցինք իհարկե մեզ չզրկել լողալու հաճույքից։ Ասում էի, չէ, աշխատանք, բայց մեր հանգիստը ավելի շատ ենք սիրում։ Ունեինք լողավազանից բացվող հրաշալի տեսարան դեպի ծով և դեպի Դուբայի անծայրածիր թվացող երկնաքերերը։ Ընդամենը 30 րոպե ունեինք պատրաստվելու և հավուր պատշաճի ներկայանալու մրցանակաբաշխությանը։ Բարեկամներ Դուբայ 2025 Միջազգային որակի նշան 2025 այս անգամ Դուբայում է։ Այո, բարեկամներ, հենց բոլորիս պատճում ենք իսկապես հրաշալի երեկով և ավելի քան համոզված ենք, որ օրը անդառնալու է յուրաքանչյուրիս համար մեր կյանքի ամենագեղեցիկ և հիշելի օրերից մեկը։ Ուրախ եմ ձեզ ողջունել Դուբայում, ինձ համար շատ հաճելի է ձեզ տեսնել այստեղ Դուբայում, շատ կարևոր է, որ այս միջոցառումը տեղի ունենում հենց այս քաղաքում, որը տարածաշրջանի և նույնիսկ կարելի ասել համաշխարհային ֆինանսական և առևտրական կենտրոն է դարձել։ Մեծ ակտիվություն կա առևտրատնտեսական գործունեություն ծավալելու այստեղ և հուսով եմ, որ ձեզնից շատերը կկարողանան այստեղ գտնել համապատասխան գործընկերներ և հետագայում աշխատել։ Իմ մոտ կա այդ համոզմունքը, որ դուք ինքներդ եք վաստակել այս որակի նշան մրցանակաբաշխության մրցանակակիր լինելը ձեր աշխատանքով, ձեր համառությամբ, ձեր ներդրած ջանքերի շնորհիվ։ Նորից ողջունում եմ ձեզ և մաղթում հաջողություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Կազմակերպության հիմնական առաքելությունն է հայկական արտադրողներին ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, որպեսզի միջազգային շուկան իրազեկ լինի, թե որ ընկերություններն են համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ Նոմինացված ընկերությունները ընտրվել էին բիզնես վերլուծությունների, որը իրականացրել է BS Cosmo ակումբը, փորձագիտական եզրակացությունների, լաբորատոր ստուգումների և լրագրողական հետաքննությունների արդյունքում։ Որակի նշան կազմակերպությունը հիմնվել է 2019 թվականին։ Այն կազմակերպում է տարաբնույթ մրցանակաբաշխություններ։ 2022 թվականին կազմակերպվել է Դուբայում, 2023 թվականին Փարիզի Թագավորական պալատում, 2024 թվականին Մոնակոյում և 2025 թվականին կրկին Դուբայում։ Որակի նշանը միշտ ապացուցում է, որ որակը մենք չենք գցում, հակառակը բարձրացնում ենք։ Այսօր մենք Դուբայում կազմակերպում ենք շատ բարձր մակարդակով միջոցառում, ու դա եւս մեր ճանապարհային քարտեզի մի քայլ է, որ մենք կարողանանք մեր բիզնեսները արտանել երկրներից դուրս։ Պատրաստ ենք
համատեղ համագործակցելով հասնենք մեր նպատակին։ Կառուցենք հզոր, անկախ եւ ուժեղ պետություն։ Մրցանակաբաշխությանը նոմինացված են 16 կազմակերպություններ տարբեր ոլորտներից՝ բժշկություն, արդյունաբերություն, սնունդ արտադրող ընկերություններ, արտահանողներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ եւ այլն։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում որակի նշանին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Մենք նույնպես շնորհակալություն ենք հայտնում մեր սպառողին, որակը գնահատելու համար։ Նախ շնորհակալ եմ այս գնահատականի դաշտանալու համար, նորմալ տեստան, համայն աշխարհի ներկայացու, որ դա հայկական է, ստեղծել ենք հայը, Պարտավորեցնում եմ։ վստահություն։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր սպառողը ընտրել է հենց մեզ։ Քանի որ որակով բնական մտերք ենք մենք մատուցում մեր սպառողին։ Որակի նշանը ավելի է մոտիվացնելու, հետագայում ավելի տեխնոլոգիապես զարգանալու, ժամանակի հետ համընթաց ստանալու համար։ Մեր աշխատանքի արդյունքն է թիմային։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ որակի նշան ընկերությանը նման միջոցառում կազմակերպելու համար։ Միանշանակ կարող ենք վստահ ու համարձակասել հետևյալ խոսքերը. կհանդիպենք ուղիղ 365 օր։ Որակի նշան ընկերությունը մասնակիցների համար կազմակերպել էր անակնկալ նավարկություն, որտեղ բոլորս միասին վայելեցինք համեղ հյուրասիրություն, ունեցանք ֆոտոնկարահանում եւ վայելեցինք ծովը։ Իհարկե չէինք կարող մեզ զրկել եւ չվայելել երեկոյան Դուբայը բաց ծովից։ Հրաշք տեսարանները ուղղակի տեսնել ու վայելել ապետ։ Փոքրիկ գաղտնիք բացեմ։ Դուբայը գիշերը չի քնում, նա շողում է, շնչում, հրավիրում է քեզ ապրել պահը, առանց մտածելու վաղվա օրվա մասին։ Հաշվի չառնելով, որ դրսում 45 աստիճան տաքություն է, նույն ոգևորությամբ պատրաստվում ենք գնալ հաջորդ նկարահանմանը։ Այսօր այցելելու ենք Սիաս ակադեմիայի հիմնադիր Սարգիս Բազինյանին, ով նույնպես հրավիրված էր կազմակերպված կոնֆերանսին։ Սարգիս ողջույն։ Բարև ձեզ։ Ո՞նց եք Սարգիս։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Հրաշալի, որովհետեւ շատ տաք է այստեղ։ Շատ Ես լավ կասեի եղանակ է։ շոկ է այստեղ։ Կխնդրեմ մի փոքր պատմեք ու ներկայացնեք ինչ գործունեությամբ եք զբաղվում Դուբայում եւ ի վերջո ինչի հենց Դուբայում։ 2 տարի արդեն ակադեմիան իր դռները բացել է ողջ Դուբայի բնակչության համար եւ իրականացնում ենք ամենակարևոր խնդիրներից մեկը։ Դարձնում ենք հասարակությանը իրավագիտակից, առողջ եւ պատրաստված։ Դուբայը մեծ հաշվով համարվում է աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկը, բայց եթե հարցնենք տեղացիներին, իրենք կասեն, որ երևի ամենաապահովն է։ Այդ դեպքում ինչի համար է պետք աշխարհի ամենաապահով քաղաքներից մեկում սովորել ինքնապաշտպանության արվեստը, եթե տենց կարելի է ճիշտ ձևակերպել։ Իրականում կապ չունի թե դու ապրում ես ամենաապահով, թե ոչ այդքան ապահով քաղաքում, բայց կարևոր է որ դու իմանաս այդ գիտելիքներն ու հմտությունները։ Տեսեք, այսպեսի մի հատ օրինակ բերեմ։ Երբ որ մարդիկ թիկնապահ ունեն, այդ թիկնապահին չեն վճարում, որ ամեն աստծո օր իր կյանքը փրկի։ Բայց կարող է այնպես լինել, որ 10 տարի ոչ մի էքստրեմալ իրավիճակ տեղի չունենա, բայց եթե մեկ անգամ տեղի ունենա,
ուրեմն այդ մարդը իր գործը պետք է անի, այսինքն դու այդ հմտությունները եւ նաեւ ֆիզիկապես ու հոգեպես պետք է պատրաստ լինես էքստրեմալ իրավիճակում պաշտպանելու քեզ, քո մտերիմներին, քո հարազատներին, չխոսենք ինքնապաշտպանության մասին, միայն ֆիզիկական ինքնապաշտպանություն որպես։ Եթե դու գիտես այդ հոգեբանական ինքնապաշտպանության մոդելներն ու ձևաչափերը ու դու պատրաստ ես դրանք կիրառել, ամենայն հավանականությամբ քո կյանքը ավելի ուրախ կանցնի։ Երեխաների հետ կապված օրինակ բուլինգի, անտի-բուլինգ ծրագրերն են, որը որ անկեղծ ասած ոչ միայն երեխաներին է վերաբերվում, այլ նաև բուլինգի տեսակներ կան եւ հասուն տարիքում, աշխատավայրում, չգիտեմ, ընկերական շրջապատում եւ այլն եւ այլն։ Ակադեմիան ցույց տամ, եկեք գնանք։ Մոտավորապես ինչքան ժամանակ է պետք բազային գիտելիքներ ունենալու համար։ Նախնական կուրսը 4-ից 6 ամիս է մեր մոտ։ 4-ից 6 ամսվա ընթացքում դուք կարող եք սովորել շատ բան, ձեր բերել մարմինը պատրաստած վիճակի, որտեղ մենակ ջիմ գնալը բավական չէ այսօր։ Որտեղ որ կանգնած զրուցում ենք, այդտեղ մենք անվանում ենք ֆիթնես զոնա։ Այստեղ ունենք ողջ մարզասարքերը, որը որ ամբողջ մարմնի պատրաստվածության համար է պատասխանատվություն կրում, ունենք մարզիչներ, որոնք որ անհատական ձևաչափով սովորեցնում են ֆիթնես եւ body building։ Մեր ծնողները, որ այստեղ նստում են մինչեւ իրենց երեխաները մարզվեն, կարող են նաեւ տեսնել երեխաները ինչով են զբաղված։ Ունենք գեղեցիկ կահավորված նաեւ հանդերձարաններ, համեցեք։ Այստեղից փոխվեցիր, արդեն դուրս ես գալիս միանգամից հիմնական մարզման գոտի։ Այս հատվածում մեր մոտ CrossFit զոնան է։ Կարամ փորձեմ։ Խնդրեմ։ Ահա, ձեր բոյի համար էլ կակրած դրած է։ Եկեք, ձեռքերը եւ ոտքերը միաժամանակ։ Հələ տեսնենք 10 վայրկյանում ամենաարագը ինչքան կկարողանաք։ Իմ բանը, կոշիկները հարմար չեն։ Այդ բանը արդարացումա։ Գնաց 10 վայրկյան ամենաարագը 10, 9, 8, 7, 6, շնչառությանը հետևում ենք 3, 2, 1, ստոպ։ Հիանալի է, պատրաստված ուժեղ աղջիկ։ Համեցեք մեր Հայաստանի Krav Maga Հայաստան մասնաճյուղ, այնտեղ ձեզ կդիմավորեն ու ավելի պատրաստված, այո, ուժեղ հաղորդավարուհի կդարձնեն։ Կամ հաճախակի այցելի Դուբայ, Ես ավելի մեծ սիրով Դուբայ կգամ, եթե համեցեք։ Այս հատվածում մեզ մոտ մարզվում են մի քանի ուղղություններով, բրազիլական ջիու-ջիտսու, գրեփլինգ մարզաձևերով։ Սրանից հետևություն Սարգիս ջան, որ դուք փաստացի ոչ միայն ֆիզիկական գիտելիք եք տալիս մարդկանց, այլ նաև հոգեբանության վրա եք աշխատում։ Մեր ինքնապաշտպանության արվեստը հիմնված է մի քանի հիմնասյուների վրա։ Առաջինը դա ֆիզիկական պատրաստվածությունն է, այսինքն եթե մենք ֆիզիկապես պատրաստ չենք էքստրեմալ իրավիճակի, ինչքան էլ մենք լավ գիտելիքներ ունենանք, այնուամենայնիվ ինչ-որ մի բան պակասելու է։ Ֆիզիկական պատրաստվածություն, երկրորդը դա տեխնիկական պատրաստվածությունն է, այսինքն մենք սովորեցնում ենք տարբեր իրավիճակների համար հատուկ հնարքներ։ Եթե դու հոգեպես պատրաստ ես ագրեսիային դիմակայելու, ուզում ես լինես աշխարհի ամենաուժեղ մարդը, մեկը չի ստացվելու։ Հաջորդ հիմնասյունը դա իրավական կարգավորումներն են։ Ինքնապաշտպանության համար մի քանի օրենքներ կան, որ գործում են, դա կլինի Հայաստանում, կլինի Դուբայում, կլինի Անգլիայում, կլինի Մոզամբիկում։ Մոզամբիկում այդքան վստահ չեմ։ Կատակում եմ։ Բոլոր երկրներում պլյուս մինուս օրենսդրական դաշտը շատ նման է այս հարցում։ Շատ բարդ է։ Ինչ, դու էլ համաձայն չես, չէ՞։
Այո, ճիշտ ես։ Ասում է, չէ, մի գնա։ Բախտ։